Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է խոսեմ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մի նոր զգլխիչ հայտարարության մասին, որը ցույց է տալիս, որ մեր ԱԳՆ-ն փաստորեն որդեգրում է գնալով ավելի ու ավելի շատ ադրբեջանական օրակարգ։ Խոսքը Ազատության ռադիոկայանի հարցմանը ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության այն մեկնաբանումն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման հարցը, խնդիրը, այսինքն հենց Լեռնային Ղարաբաղի եւ կամ Արցախի խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից դուրս է, այսինքն բանակցություններից դուրս է, առհասարակ ապագա որևէ քննարկումներից դուրս է Արցախի խնդիրը։ Սա ինչ է նշանակում, եկեք փորձենք հասկանալ, այնտեղ իրենք մի կարելի է ժողովրդական բառով ասել տափակ կամ անիմաստ մեկնաբանում են արել, թե դա տեղի ունենում այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագիր է հրապարակվել, իսկ 2023 թվականի սեպտեմբերի մասին է խոսքը, որը հետագայում չեղյալել է հայտարարվել, ստիպողական զենքի ուժով մի ինչ-որ հայտարարություն է ընդունվել, որը ոչ Արցախում ապրող մեր հայրենակիցների հայ ժողովրդի որոշումներ, ոչ Հայաստանի Հանրապետության որոշումներ, որևէ մեկի իրավունք չուներ նման մի հրամանագիր հրապարակել եւ այդ հրամանագիրն էլ հետո Հայաստանի կառավարությունը դարձներ դրոշ եւ այդ դրոշի հիման վրա ասել, որ Արցախի հարց ոչ եղել է, ոչ էլ մեզ համար այլևս գոյություն ունի, չկա այդպիսի բան։ Հիմա, բայց ինչ է, հասկանանք սա ինչ է նշանակում եւ ինչից է հրաժարվում Հայաստանի Հանրապետությունը։ Բանն այն է, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում եւ ցեղասպանություն։ Ընդ որում սա ճանաչում են շատ հեղինակավոր միջազգային փորձագետներ ու նաեւ մասնագիտացված ցեղասպանագիտական կառույցներ։ Օրինակ, Լեմկինի անվան ինստիտուտը կամ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Սա շատ ավելի մեծ խնդիր է, էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը մի այնպիսի խնդիր է, կյանքի հարց է, որը եթե դու մոռացության ես տալիս, այսինքն մեծագույն ոճրագործությունը ասում ես այլևս ինձ համար, սա խնդիր չէ, պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ ոճրագործությունը կրկնվի այլ դրսևորումներով եւ այլ հարթություններով։ Եթե հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունը իրենց իսկ բնիկ տարածքից, իրենց հայրենիքից, Հայաստանից Հայաստանի Հանրապետության կառավարության համար չորրորդական եւ անկարևոր խնդիր է եւ իրեն չի վերաբերում, ապա ում կարող է այն վերաբերել։ Արցախը հենց այն պատմական ու նաեւ իրական Հայաստանն էր, որը մեր աչքի առաջ վերջին մի քանի տարվա ընթացքում ենթարկվեց էթնիկ զտման ու ցեղասպանության։ Չէ՞ որ հայատյացությունը, էթնիկ զտումն ու ցեղասպանությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի պետական քաղաքականության մաս են։ Այդ ֆաշիստական գոյացությունները ծրագիր ունեն տարածելու եւ շարունակելու իրենց հակահայկական գործողությունները ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակը, հայտարարելով, որ պատրաստվում են Հայաստան ներմուծել 100,000-ավոր ադրբեջանցիների։ Բնականաբար նրանց այդ ներմուծման հետ
պետք է խոսեն նրանց անվտանգությունը ապահովելու մասին եւ պարտադրեն զորքի տեղակայում Հայաստանի Հանրապետություն, որպեսզի այդ զորքը ապահովի իբր այդ ադրբեջանցիների անվտանգությունը։ Սա ցեղասպանական նպատակ է, որովհետև դրանով հայաթափվելու է նաև Հայաստանը այդպիսի մի քայլով։ Ադրբեջանը հայտարարում է նաև, որ չի պատրաստվում դուրս գալ 2021-2022 թվականներին Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի իր կողմից օկուպացված շուրջ 250 քառակուսի կիլոմետր հատվածներից այդ։ Սա եւս ցեղասպանական եւ Հայաստանի պետականության դեմ ուղղված քայլ է, որը վտանգի տակ է ենթարկում սահմանամերձ շուրջ 70 գյուղ։ Այսինքն այդ 70 գյուղը կարող է ենթարկվել հրետակոծման, ահաբեկման եւ այնտեղից հայաթափում տեղի ունենալ, այսինքն դարձյալ էթնիկ զտում եւ ցեղասպանություն։ Ադրբեջանը պահանջում է վերահսկողություն հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վրա։ Ընդ որում անկախ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև կնքվելիք այն սուտ խաղաղության պայմանագիր կոչվող այդ անարժեք փաստաթղթից։ Անկախ այդ փաստաթղթը կստորագրվի, կվավերացվի, թե չի ստորագրվի ու չի վավերացվի, դա էլ չգիտենք, թե երբ է լինելու է, թե չի լինելու, Ադրբեջանն ասում է, անկախ այդ ամեն ինչից ես շարունակելու եմ պահանջել, որ ինձ տրամադրվի այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք, այսինքն Սյունիքի վրայով մի ահռելի տարածք։ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական հույժ կարևոր նշանակության եւս մեկ մեծ կտոր բռնազավթել, դրանով իսկ ոտնահարել ու ստորացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ պատճառել Սյունիքի հայաթափումը, որովհետեւ այդ Զանգեզուրյան միջանցքը, Զանգեզուրի միջանցք կոչվածի նպատակը հենց Սյունիքի հայաթափումն է եւ բնականաբար դա նշանակելու է նաև Հայաստանի Հանրապետության կործանում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զրկվելու է իր համար կենսական նշանակություն ունեցող Իրանի հետ սահմանից։ Ուրեմն եթե Արցախում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության փաշինյանական իշխանության համար խնդիր չէ, ապա Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցը առհասարակ խնդիր լինել չի կարող իրենց համար։ Եթե այս ընթացքը շարունակվի, վաղն էլ փաշինյանական իշխանության համար խնդիր չի լինելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի բռնազավթման հարցը։ Աստված չանի Սյունիքը բռնազավթվի, Փաշինյանը կանգնելու է, ասելու է, խնդիր չէ սա, մեր միջպետական հարաբերություններից հանում ենք նաև այս հարցը, շարունակում ենք բնականon կերպով բանակցել, տեսնել թե ինչ խաղաղության պայմանագիր այժմ կարող ենք կնքել։ Եվ այսպես շարունակ։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ քայլ իսկ նահանջելու ցանկություն չեն ցուցաբերում։ Հայաստանի նկատմամբ տարվող իրենց ցեղասպանական քաղաքականության ուղեգծից որևէ նշան չկա, որ նրանք պատրաստվում են հրաժարվել։ Ինչտեղ ՀՀ իշխանությունները համակերպվում են բոլոր տեսակի անընդունելի պահանջներին եւ կատարում են անընդունելի զիջումներ։ Ահա այսպիսի հանձնվողական, կապիտուլյանտական քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Ադրբեջանը շարունակի անպատիժ իրականացնել նոր ոտնձգություններ, նոր հարձակումներ ու նոր էթնիկ զտումներ կազմակերպի արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։
պետք է հիշենք նաև, որ Արցախի հարցը հանելով Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքական օրակարգից կամ միջազգային քաղաքականության օրակարգից Փաշինյանական կառավարությունը բացահայտորեն խախտում է երկրի օրենսդրությունը, հատկապես անկախության հռչակագիրը, որը մեր սահմանադրության մաս է կազմում, բաղկացուցիչ մաս է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, որով ես հիմա կարդամ բառացի ինչ է գրված այնտեղ, որով ուրեմն Հայաստանի գրված է այնտեղ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Ընդ որում Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը այն ժամանակ, որ դեռ կոչվում էր Գերագույն խորհուրդ, բայց արդեն անկախ Հայաստան էր, նման որոշում էր կայացրել հիմնվելով, ինչպես իրենք էին ասում, միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա։ Այսինքն, այսօր հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ կերպ արծարծումից, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է նաև միջազգային իրավունքի հիմնադրույթներից, որոնք իր պաշտպանության համար կարող է գործադրել, հրաժարվում է ազգերի ինքնորոշման իրավունքի իր համար կարևոր այդ հիմնադրույթից, ինչպես նաև հրաժարվում է այն Լեռնային Ղարաբաղում ժամանակին հայ ժողովրդի այդ մի հատվածի ուրեմն կատարած հանրաքվեի արդյունքներից է հրաժարվում։ Ինչ իրավունքով։ Մանավանդ որ Գերագույն խորհրդի այդ որոշումը այսօր շարունակում է գործել, ոչ ոք այն չեղյալ չի հայտարարել, ազգային ժողովը այն չեղյալ չի հայտարարել։ Պաշտոնապես այն ունի գործող կարգավիճակ, կարող եք բացել, թեկուզ Arlis համակարգը նայել, գրված է կարգավիճակը գործող։ Անհիմն է նաև այն կարծիքը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը կարող է հայաթափված Արցախի խնդիրը հանել երկկողմանի բանակցությունների օրակարգից, այսինքն Ադրբեջանի հետ Արցախի մասին չբանակցել, բայց այդ հարցը, Արցախի հարցը, ինչ-որ կերպ պահպանել միջազգային միջպետական կազմակերպություններում և դատական ատյաններում։ Սա գործնականում հնարավոր չէ։ Հայաստան-Ադրբեջան այն ոչ ու փուչ խաղաղության պայմանագրի տեքստում, որը դեռ ստորագրված չէ, վավերացված չէ, կա նաև կետ, որով կողմերը պարտավորվում են միմյանց նկատմամբ չկատարել թշնամական գործողություններ։ Ուրեմն այդ կետն Ադրբեջանը երբեք ինքը չի կատարելու և շարունակելու է Հայաստանի դեմ իր թշնամական գործողությունները, այսօր էլ հայտարարել է, որ ես այս ունեմ, այն ունեմ Հայաստանից պահանջելու։ Բայց Հայաստանի կողմից Արցախի հարցի որևէ դրվագի, որևէ հատվածի արծարծումը Ադրբեջանը դիտելու է որպես թշնամական գործողություն իր դեմ։ Լինի այդ դրվագը քաղաքական, իրավական, թե մշակութային բնագավառում։ Իսկ մյուս պետությունները և միջազգային կառույցները կամ ատյանները դատական երբևէ լրջորեն չեն դիտարկելու Արցախի խնդիրը, եթե ինքը Հայաստանի Հանրապետությունն է այդ խնդիրը փակված հայտարարում։ Այնինչ իրականում հայաթափված Արցախի խնդրի բարձրաձայնումը թե Ադրբեջանի հետ երկկողմանի բանակցություններում, թե միջազգային բոլոր հնարավոր հարթակներում և ատյաններում Հայաստանի Հանրապետության համար ունի մեծ կանխարգելիչ նշանակություն։
ադրբեջանական շարունակվող, այսօր էլ շարունակվող ագրեսիան զսպելու առումով այս ճշմարտությունը հասկացող եւ այս ճշմարտությունը որպես արտաքին քաղաքականության օրակարգի մաս որդեգրող պետական ղեկավարություն է պետք Հայաստանի։ Եվ որքան շուտ, այնքան լավ, առանց այն էլ տարիներով ու տասնամյակներով ուշացել ենք։ Շնորհակալություն։